Այս կիրակին, որ մեծ պահքի երկրորդ կիրակին է, կոչվում է արտաքսման կիրակի։ Վստահ եմ, որ եղել են ձեզ մոտ այդպիսի պահեր, երբ որ ինչ-որ մի տեղ եք գնում և կարծում եք, թե այդ տեղը շատ հարազատ է ձեզ։ Կարոտ եք զգում, ինչ-որ մի հին տուն շենք եք այցելում, մի ճանապարհով եք գնում, մի հին մեղեդի եք լսում, ինչ-որ մի հոտ է գալիս, հետաքրքիր և կարոտ է արթնանում ձեզ մոտ։ Շատ հաճախ նաև այդպիսի մի զգացում ունենք, որ կարոտել ենք ինչ-որ մի վայր, որտեղ որ երբեք չենք եղել։ Մեր սփյուռքահայ քույրերն ու եղբայրները այդպիսի կարոտով երազանքով ապրում էին, երբ որ ծնվում են օտարության մեջ, գիտեն, որ հայրենիք ունեն և երազում են այդ հայրենիքը տեսնել, դեռ երբեք այնտեղ չեն եղել, բայց սիրում են մի այլ կատարյալ սիրով այդ հայրենիքը։ Մենք դա նոստալգիա ենք կոչում, չէ՞։ Բայց արի ու տես, որ այդ կարոտը պարզապես ինչ-որ մի հիշողություն չէ, ավելի խորը մի բան է, այն ինչ որ մենք զգում ենք այսօր, երբ որ խոսում ենք դրախտի մասին, եթե անցյալ կիրակի հիշում էինք այն հիասքանչ կյանքը, որ մարդը ունեցել էր դրախտում, այսօր խորում ենք այն մասին, թե ինչպես մարդը վտարվեց դրախտից։ Եվ այդ կարոտը վերադարձի կարոտը դեպի հայրենի տուն, դեպի այն վայրը, որտեղից մենք վտարվել ենք։ Հեռավոր մի արձագանք այն դրախտին, որ սպասում է մեզ։ Եվ այսօր այդ արտաքսման կիրակին մենք հիշում ենք, որ այստեղ, որտեղ որ ապրում ենք, այս աշխարհը, որը որ այսքան շատ ենք սիրել, իրականում ժամանակավոր մի վայր է, որտեղ բնակվում ենք։ Օտարության մեջ ենք ապրում։ Եվ դա պատահականություն չէ, ոչ էլ կույր ճակատագիր, այլ որոշակի ողբերգության հետևանք։ Պատկերացրեք Ադամին և Եվային, Եդեմական այգու մեջ բերքերով, Աստծո հետ անմիջական հարաբերությունների մեջ գտնվող և այնուհետև մի որոշում, մի քայլ նրանց կողմից և այդ ամբողջ դրախտայինը ոչնչանում է, իրենք վտարվում են այդտեղից, անիծվում է մարդը, անիծվում է ամբողջ աշխարհը։ Կինը պետք է ցավերով մարդ աշխարհ բերի։ Տղամարդու համար այն աշխատանքը, որ հաճելի մի բան էր, վերածվում է անեծքի։ Ձեզանից շատերը պիտի հարցնեն, բայց ինչ աշխատանք ուներ Ադամը դրախտում։ Երբ որ դուք ձեր պարտեզում ծաղիկ եք ցանում, հիմա գարուն է գալիս, ձեր պարտեզներն եք պատրաստում, հաճույք եք ստանում, չէ՞ դրանից, բնության գիրկը լինելով հաճույք եք ստանում։ Այդ հաճույքի պատասխանատվության, հոգատարության աշխատանքն էր դրված մարդու ուսերին դրախտում։ Բայց արի ու տես, որ անեծքի պատճառով այդ աշխատանքը վերածվում է դաժանագույն, տքնաջան աշխատանքի և շատ անգամ տեսնում ենք, որ մարդ, որ աշխատում է անարդարության հետևանքներով, անգամ իր սեփական ընտանիքը չի կարող պահել։ Եվ այդ ճակատագրական որոշումը, որ մարդուն հանում է դրախտից։ Եթե մեր եկեղեցու հայրերին կարդանք և փորձենք մեկ նախադասությամբ ամփոփել իրենց, պիտի ասենք, որ լույսի զավակներ էինք, բայց ընտրեցինք խավարը, երկնքի ժառանգորդներ էինք, բայց ձգտեցինք դեպի հող, երկնքի ժառանգներ էինք, դարձանք ժառանգներ մահի։ Արդյոք
այդ քայլը, որ Աստված արեց, դաժանության նշան էր։ Մարդը չի լսում Աստծո պատվիրանը, չի հնազանդվում Աստծուն, եւ Աստված պատժում է նրան, այսպես ենք, չէ՞ մենք ասում։ Պատկերացրեք, եթե Աստված չպատժեր մարդուն, ինչ պիտի լիներ։ Եթե Աստված մարդուն չպատժեր իր այդ անհնազանդության համար, օձը, չարը, սատանան պետք է մարդուն թվար ճշմարտախոս, մարդու աչքերը բացող, իսկ Աստված մարդու պատկերացման մեջ պիտի լիներ չկամեցող, դաժան, այնպիսի մի զորություն, որը թույլ չի տալիս, որ մարդը զարգանա։ Իրականում Աստված մարդուն օժտում է ամենագեղեցիկ շնորհներով, նմանացնում իրեն։ Եվ այդ նմանության մեջ կա նաև ազատության պարգևը։ Նայեք, ամենամեծ հանցագործից ամենափոքր հանցագործին, երբ որ ուզում ենք պատժել, ինչ ենք անում։ Զրկում ենք ազատությունից։ Եվ ահա այդ ազատությունը Աստված մեզ տալիս է բոլոր շնորհները, որ կարողանանք վայելել կյանքը իր ներկայությամբ, բայց տալիս է նաև ազատություն ընտրելու չարի եւ բարիքի միջև։ Եվ մարդը գայթակղվում է։ Մեր այսօրվա պատկերացումով այդտեղ ինչ-որ մի խնձոր էր աճում եւ այդ խնձորը կծեց Եվան եւ դժոխք ընկավ։ Այդ խնձորը մեր հրաշք երևի նկարիչներից մեկի Միքելանջելոյի պատկերացումն էր, այդ պտուղ է գրված Սուրբ գրքում, այդ պտուղը ինչ-որ մի կերպ պետք է ներկայացներ իր նկարների մեջ եւ խնձորն է ներկայացնում։ Բայց մարդը ազատ կամքով որոշում է չհնազանդվել Աստծուն։ Եվ Աստված, որպեսզի այն ամենը, ինչ որ գալիս է այդ անհնազանդության պատճառով իր վրա, մեղքերը, ցավերը, դաժանությունը, մահը, սահմանափակի, վտարում է նրան դրախտից, իր ողորմությունը ցույց տալիս, որպեսզի մարդը առիթ ունենա նաև վերադառնալու։ Որպեսզի մարդը կարողանա հասկանալ իր գործած սխալը եւ այդ նույն ազատ կամքով, որով ինքը մեղք գործեց եւ մահի արժանացավ, այդ նույն ազատ կամքը օգտագործի եւ վերադառնա իր հայրենի տուն։ Ուրեմն Աստծո ողորմությունն ենք մենք տեսնում այստեղ։ Այսօր էլ մենք նման գայթակղություններ շատ ունենք, չէ՞։ Քայլում ենք փողոցներով եւ տեսակ գովազդներ։ Գնիր ինձ, իմ անհրաժեշտությունը ունես, եթե քոնը լինեմ երջանիկ կլինես։ Պետք է գնաս անպայման ամենաթանկ հյուրանոցում հաց ուտես, պետք է գնաս ամենաթանկագին մեքենաներն ու հագուստները գնես, որովհետև ինչպես որ կաս բավարար չէ, պետք է ավելի լավը լինես եւ այդ թանկագին հագուստները քեզ ավելի լավը կդարձնեն։ Կանգնում ես խանութի առջև եւ չգիտես որ մեկը առնես, որ ամենալավը լինես։ Նստում ես տանը համակարգչի առջև, 1000 ու մի գովազդներ են գալիս, քեզ փորձում ժամանակդ խլել, խոստանում են, որ մարդկանց հետ մտերիմ կլինես, բայց խոսում ես համակարգչի հետ, իսկ մարդկանց համար ժամանակ չունես։ Ես խոսում եմ մեր առօրյայի մասին։ Հեռախոսներից կախված, մեր պլանշետներից կախված, կարծում ենք, թե շփվում ենք մարդկանց հետ, բայց շփվում ենք համակարգչի հետ եւ այդ պատճառով վնաս է կրում միջմարդկային հարաբերությունը։ Եվ մենք ամեն օր նման որոշումներ ենք կայացնում։ Որոշումներ, որոնք հետևանքներ ունեն մեր կյանքում։ Սուրբ Հովհաննես Ոսկեբերանը, եթե կարդաք, շատ գեղեցիկ պատմում է եւ բացատրում է այս հատվածը։ Ժամեր շարունակ, եթե այսօր մեզ հետ լիներ, պիտի ասեր ժամեր շարունակ ձեր հեռախոսների մեջ ինչ-որ բաներ եք կարդում, ժամանակ չունեք Սուրբ Գիրքը կարդալու։ Ինչ-որ տեղեր եք գնում, ժամանակ չունեք եկեղեցի գնալու,
որոշումներ եք կայացնում, որոնք ձեր կյանքի բովանդակությունը խլում են ձեզանից եւ ձեզ երազանքների մեջ տանում։ Ուրեմն եկեք հասկանանք, որ Ադամի եւ Եվայի այդ պատկերը, որ իրենք որոշում են կայացնում եւ այդ որոշումը ծանր հետևանքներ ունի, նաեւ մենք այսօր այստեղ մեր կյանքում ենք ապրում, մեզանից յուրաքանչյուրը։ Եվ բոլորիս ինչ որ մի ուղեցույց է պետք, որպեսզի հասկանանք դեպի ուր ենք գնում։ Մի շատ գեղեցիկ այսպիսի պատմություն կա, երբ որ հայրերը խոսում են նրա մասին, թե ինչպես է Աստված Ադամին վտարում դրախտից, ասում են, երբ որ վտարվեց, արդյունք եկավ նրա աչքերից։ Արդյունք եկավ, որովհետև հասկացավ, թե ինչ է արել։ Բայց այդ արդյունքի մեջ միայն Աստծո դաժանությունը չէր, այլ ասում են եկեղեցու հայրերը, նաև առաջի քայլերն էին, որ մարդուն վերադարձնում էին դեպի դրախտ։ Երբ որ մենք հասկանում ենք, ինչ է մեզ համար կարևոր մեր կյանքում, ինչ սխալներ ենք գործել եւ զղջում ենք, այդ զղջանքի արդյունքները առաջի քայլերն են, որ մեզ վերադարձնում են դեպի մեր հայրենի տուն։ Այդ պահին, երբ որ Աստված մարդուն վտարում է եւ ասում, որ անիդեալ պիտի լինի օձի սերունդը, բայց կնոջը, որի պատճառով մեղքը աշխարհ մտավ, ասում է, որ քո սերունդից պիտի գա այն, որ պիտի հաղթի այդ օձի սերունդին, այստեղ կնոջ սերունդը, կնոջ սերմը մարդկությունն է։ Բոլոր նրանք, ովքեր որ տենչում են վերադառնալ դեպի Աստված, դեպի երկնային արքայություն, դեպի հարաբերություն Աստծո հետ։ Օձի սերունդը բոլոր նրանք են, որոնք հետևում են չարիքին։ Եվ մենք տեսնում ենք, որ Քրիստոսի միջոցով, ինչպես որ Եվայից ծնվեց մեղքը, այնպես Աստվածածնից ծնվեց փրկությունը, Քրիստոս գալիս եւ ջախջախում է այդ չարի սերմը։ Ջախջախում է, որպեսզի մենք ընտրենք իր ճանապարհը։ Եվ ասում է, որ դուք պետք է տարբերվեք այս աշխարհից, այս աշխարհը ձեզ ժամանակավոր է, պատժի ձեր մեղքերի հետևանք։ Երբ որ կարդում ենք Սուրբ Գրքում, որ Աստված կաշվե հագուստներ կարեց մարդուն, ինչպես եք պատկերացնում, կաշվե պահուստ ուներ եւ այդ պահուստը վերցրեց եւ ոչ, մեր այս անցողիկ մարմինը տվեց մեզ։ Մեր մարմինը տվեց մեզ, մենք այսպես չէինք։ Եվ երբ որ վերադառնանք այդ հարությունից հետո մեր մարմինը այդ դրախտային վիճակն է, որ ցավ չունի, հիվանդություն չունի, որ այսօրվա մեր բժշկությունը փորձում է եւ չի ստացվում։ Կամ եթե ստացվում է շատ մեծ դժվարություններով ու ուրիշ այլ փորձանքներ բերելով։ Բայց արի ու տես, որ Աստված ուզում է, որ մենք հասկանանք սա եւ այս աշխարհի կանոնները եւ օձի սերմի այդ չարի կանոնները մեզ համար օտար պետք է լինեն։ Մենք պետք է տարբերվենք։ Հին կտակարանում մարդիկ ունեին 10 պատվիրանները, հրեաները ունեին 10 պատվիրանները։ Եվ այդ 10 պատվիրանները այսօր էլ բանալի են երջանիկ կյանքի։ Բայց մարդը շարունակում է զարգանալ։ Եվ գալիս է Քրիստոս, լսեցիք այսօրվա ավետարանի մեջ լեռան քարոզը։ Այդ լեռան քարոզում ինչ է ասում Քրիստոս։ Լսել եք, որ հներում ասում են այսպես եւ այսպես։ Իսկ ես ձեզ ասում եմ, սիրեք ձեր թշնամիներին։ Նրանք, ովքեր որ ձեզ անիծում են, աղոթեցեք իրենց համար։ Ձեզ ոչ ոք դատավոր չի կարգել ուրիշների վրա։ Մի դատապարտեք, մի քննադատեք, մենք շատ ենք սիրում այդ դատավոր խաղալը, թողեք ամեն մեկը իր կյանքով ապրի, աղոթեցեք, երբ որ տեսնում եք, որ մեկը սխալ է գործել, ինձ հետ շատ բարկացած խոսեց, ես այլևս
այս Տեր Հայրին չեմ ուզում լսել, որովհետև բարկացրեց ինձ։ Թողեք Աստված կպատժի իրեն, բայց դուք մի աղոթեցեք, որպեսզի Աստված իր սիրտը բարեցնի եւ բարի խոսի ձեզ հետ։ Ինչ որ մեկը սխալ է արել, ես դրան ցույց կտամ, պիտի պատժեմ, այդպես է մտածում այսօրվա աշխարհը։ Ոչ, դուք քրիստոնյաներ եք, տարբերվեք այս աշխարհից։ Եթե այս աշխարհը շտապում է ամենօրյա իր հոգսերի մեջ, կարծես մեկը ճիպոտը առել է, ընկել է մեր հետևից, այս պետք է հասցնես, մյուսը պետք է հասցնես, սա պիտի անես, նա պիտի անես։ Դուք տարբերվեք, ժամանակ գտեք, 5 րոպե ժամանակ գտեք օրվա մեջ հանգիստ նստելու, խաղաղվելու, Աստծո հետ ձեր աղոթքը անելու, տարբերվեք այս աշխարհից։ Բոլորը փորձում են ինչ-որ բաներ գնել, սպառողական այդ մտածելակերպը, հեդոնիստական, սա էլ ունենամ, նա էլ ունենամ, տարբերվեք, փորձեք կիսվել, այ գարուն է գալիս, գնացեք ձեր տները, բացեք ձեր պատշգամբները, կտեսնեք ինչքան ավելորդ հագուստ ունեք։ Նվիրեք աղքատներին, նվիրեք նրանց, ովքեր որ կարիք ունեն դրա, կիսվեք այն ամենով, ինչ որ ունեք եւ ոչ միայն նրանով, ինչ որ ունեք ու ձեզ պետք չի, այլ նվիրեք Աստծուն եւ երբ որ ասում եմ նվիրեք Աստծուն, նշանակում է եկեղեցուն, կարիքավորին, մարդկանց, ովքեր որ դրա կարիքն ունեն, այն ինչ որ ձեզ համար թանկ է։ Եթե բոլորը գոռում են, ամեն մեկը ինչ որ մի ճշմարտության մասին է խոսում, ամեն մեկը, ես միշտ ասում եմ, ինտերնետը բացում եմ, սարսափում եմ, որովհետև ամեն երկրորդը փիլիսոփա է։ Ես իմ ամբողջ կյանքի ընթացքում փորձում եմ սովորել, թե ինչպես մարդկանց օգնեմ Աստծո ճանապարհը գտնեն եւ մինչեւ հիմա վախենում եմ, երբ որ մարդուն անձնական խորհուրդ պիտի տամ, որ չսխալվեմ, այսօր ինտերնետը բացում ես, ամեն մեկը մի փիլիսոփա է, մի հոգեբան է, բոլոր ճշմարտությունները գիտի եւ ցույց է տալիս մարդկանց, թե ինչպես գնան փրկվեն, առողջանան եւ այլն եւ իրականում մարդկանց տանում են դեպի կորուստ, կործանում ընտանիքներ, կործանում մարդկանց կյանքը, տարբերվեք, դուք լռեք։ Երբ որ ամբողջ աշխարհը գոռում է, շատ հաճախ պետք է լռել եւ աղոթել։ Եվ այդտեղ մենք ցույց կտանք մեր քրիստոնյա լինելը։ Բայց եկեք վերստին դառնանք այն մտքին, որ Աստված երբեք մեզ չի պատժում ուղղակի պատժելու համար։ Աստծո ամեն մի քայլը մեզ համար դաս է, որպեսզի հասկանանք, թե որտեղ ենք գտնվում եւ վերստին գտնենք ճանապարհը, որ տանում է մեզ դեպի մեր հայրենի տուն։ Այն տունը, որ միգուցե երբեք չենք եղել, բայց այն տունը, որի քաղցրությունը մենք ամեն անգամ զգում ենք, երբ գալիս ենք եկեղեցի, լսում մեր պատարագի աղոթքները, լսում շարականները, հաղորդվում սուրբ հաղորդությամբ եւ այդ մի ակնթարթ, այդ փոքրիկ ակնթարթը, երբ որ մեր մեջ ենք ընդունում Քրիստոսի մարմինն ու արյունը, այդ երանության պահն է Աստծո հետ միացած լինելու։ Այդտեղ զգում ենք այդ հայրենիքի կանչը, ինչքան լավ է քեզ հետ լինել, պիտի ասեն առաքյալները Քրիստոսին, երբ որ Թափոր լեռում այլակերպվի, ինչքան լավ է քեզ հետ լինել եւ երգում ենք մեր շարականներում ճաշակեցեք եւ տեսեք զի քաղցր է Տեր։ Մեր աշխարհի բոլոր հոգսերից, անարդարություններից, դաժանություններից գալիս ենք այստեղ, ազատվում, միանում մեր Տիրոջ եւ տեսնում ինչքան քաղցր է Տերը։ Եվ ուրեմն պետք է մենք հասկանանք, որ նաեւ մեր ճանապարհը, մեր կյանք կոչված ճանապարհը մեզ պետք է տանի դեպի երկնային արքայություն։ Երանի սրտով մաքուրներին ասում է Տերը, որովհետև նրան Աստծուն պիտի տեսնեն։ Ահա մեր կյանքի իմաստը, եթե կուզեք փորձենք ապրել այնպիսի կյանքով, որ կարողանանք մաքուր պահել մեր սրտերը։ Մաքուր սիրտը անկեղծ սիրտն է։ Սիրտ, որը ճանաչում է իր վերքերը,
եւ դրանք բերում Աստծուն հանձնում։ Սիրտ, որը ասում է ես մոլորվեցի Տեր, բայց կարոտել եմ քեզ եւ խնդրում եմ, որ բժշկես, կարոտել եմ եւ խնդրում եմ, որ մաքրես եւ ցույց տաս ինձ ճանապարհը, որ բերում է դեպի քեզ։ Եվ եկեք ես ձեզ 3 խորհուրդ տամ, այսօր տարեք ձեզ հետ տուն, օրվա մեջ 5 րոպե ժամանակ գտեք այս մեծ պահքի ընթացքին լռելու, գիտակցաբար լռելու, նստեք մի աթոռի վրա, գեղեցիկ, հանգիստ եւ փորձեք 5 րոպե լռել։ Ամեն օր այդ մեծ պահքի մասին, հետո եթե ձեր դուրը գա, կարող եք ամեն օր շարունակել։ Օրվա վերջում 3 բան նշեք, որի համար երախտապարտ եք, շնորհակալ եք։ Ձեզ շրջապատող մարդկանց, բնության, եղանակի, ձեր առողջության, ինչ որ ձեր մտքով անցնի, 3 բան, որի համար շնորհակալ եք, երախտապարտ եք։ Եվ փորձեք ամեն օր պահք պահելով, եւ պահքը ոչ թե բեռ եւ չարչարանք նայեք, այլ որպես ուսուցիչ, որ մաքրում է, զտում է, ազատում է ձեզ, մաքրում է ձեր բոլոր հոգսերից, մտքերից, այո, նաեւ ֆիզիկական ուտելիքներից մաքրում է օրգանիզմը, բայց նախ եւ առաջ հոգեպես մաքրում է ձեզ։ Եվ փորձեք այդ ինչ որ խնայել եք խանութներում գնելուց, հագուստներ գնելուց, նվիրել Աստծուն, ինչպես ասացի, նրանց, ովքեր որ այդ օգնության կարիքն ունեն։ Եվ թող Տերը օրհնի ձեզ, թող Տերը ցույց տա ձեզ ճանապարհը, որ տանում է դեպի դրախտ, որպեսզի այսօր մենք հասկանալով, որ վտարվել ենք այդ դրախտից, միևնույն ժամանակ հասկանանք, որ Աստված Հիսուս Քրիստոսի միջոցով բացեց մեր առջև դրախտի այդ դռները եւ մենք ինչպես որ որոշեցինք մեղք գործել, այնպես էլ կարող ենք որոշել հրաժարվել մեղքից եւ վերադառնալ մեր հայրենի տուն, ուր գրկաբաց սպասում է մեզ Քրիստոս, որպեսզի իր վրա առնի մեր հոգսերն ու ցավերը եւ իր օրհնությամբ պարուրի մեզ։ Տիրոջ օրհնությունը ձեզ հետ, ինչպես երեկ եւ այսօր նույն եւ հավիտյանս հավիտենից։ Ամեն։